Երբեք Փաշինյանի իշխանությունը նախապես հանրային քննարկման չի դրել այն կարևորագույն փաստաթղթերն ու նախագծերը, որոնք հետո շուքով ու պաթոսով ստորագրվել են միջազգային մակարդակում, գրում է Տաբարիշ գեներալ Տերեկրամյան ալիքը եւ շարունակում, որ յուրաքանչյուր անգամ ամեն ինչ պատրաստվում էր հույժ գաղտնի ռեժիմով, գաղտնի բանակցություններ, կուլիսային պայմանավորվածություններ, սա է Փաշինյանի սովորական գործելավոճը եւ ԱՄՆ պետքարտուղարի չհայտարարված այցը նույն շարքից է։ Կրկին խոսվում է ինչ-որ խորհրդավոր ստորագրությունների անհայտ փաստաթղթերի մասին։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ առանց աչք թարթելու նույնիսկ որոշակի հանդիմանանքի տոնով հայտարարում է. «Ստորագրենք, հանրայնացնենք, կտեսնեք ժամանակին եւ պատշաճ կերպով կտեղեկացնենք, բայց ինչու հասարակությունը պետք է հերթական անգամ անակնկալների սպասի եւ ինչու այդ հարցերը պետք է քննարկվեն միայն փաստի առաջ կանգնելուց հետո»։ Փաշինյանը չի ցանկանում կարևորագույն որոշումները անցկացնել ինստիտուցիոնալ քննարկումների միջոցով, անգամ այնպիսի հարցերում, ինչպիսիք են պետական սահմանները, թրիփի նախագիծը կամ Արցախի հարցը, նա շրջանցում է խորհրդարանը, նույնիսկ այն դեպքում, երբ այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ է։ Սա պարզապես միանձնյա իշխանության դրսևորում է։ Երկրորդ, բազմաթիվ փաստաթղթեր պարզապես թաքցվում են հանրությունից։ Օրինակ, մինչ օրս հրապարակված չէ Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին, չի հրապարակվել նաև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի ամբողջական զեկույցը։ Ուստի ամենևին էլ երաշխավորված չէ, որ հանրությունը կիմանա բոլոր այն փաստաթղթերի մասին, որոնք այսօր կարող են ստորագրվել Ռուբիոյի այցի շրջանակում։ Այս իրավիճակում արդեն ամենատարբեր կասկածներն են առաջանում, երբ իշխանությունը գործում է փակ դռների հետևում եւ հրաժարվում է նախապես ներկայացնել օրակարգը, բնական է, որ հասարակության մեջ անվստահություն է ձևավորվում։ Գուցե նա ստորագրի Իրանի հետ պատերազմի մեջ մտնելու համաձայնության տակ, կամ համաձայնության տակ Միացյալ Նահանգներին հանձնվեն ընդհանրապես բոլոր հայկական ձեռնարկությունները, հողերն ու ցանցերը, կամ ամերիկյան նահանգ դառնալու համաձայնություն, ամփոփում է Տելեգրամյան ալիքը։ Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչ օրակարգով է Ռուբիոն եկել Հայաստան։ Մի բան սակայն ակնհայտ է. փորձ է արվում արտաքին աջակցությամբ փրկել քաղաքացիական պայմանագրի խորտակվող նավը եւ դարձյալ հասարակությունից գաղտնի։ Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը ընդգծում է Ռուբիոյի այցի երկու հավանական նպատակ. Արագացնել Զանգեզուրի միջանցքի կառուցումը եւ լրացուցիչ պայմանավորվածությունների ստորագրումը, որպեսզի Մեղրիի հանձնման գործընթացը դառնա անշրջելի, եթե անգամ այս ռեժիմը պարտվի ընտրություններում։ Իսրայելի եւ ԱՄՆ-ի համար կարևոր է մեկուսացնել Իրանին, հյուսիսից կտրել նրա հաղորդակցությունները Կովկասի, Եվրոպայի եւ արտաքին աշխարհի հետ։ Իրանն արդեն կտրված է հարավից, հետագայում Զանգեզուրի միջանցքով եւ դեպի Ադրբեջան ելքով ԱՄՆ-ն եւ Իսրայելը կկարողանան կտրել կապերն Իրանից դեպի հյուսիս, Կասպից ծովով։ Այսպիսով Հայաստանը միանում է հակաիրանական ճամբարին, մեծ ռիսկի է դիմում եւ զոհաբերում հայ ժողովրդի շահերը, հանուն այլ պետությունների շահերի։ Խաչիկյանը նույնպես չի բացառում, որ ընտրությունների նախօրեին եւս մեկ անգամ Վաշինգտոնը իր աջակցությունն է հայտնում Փաշինյանին ժողովրդավարության հաղթանակի, ազատության եւ մարդու իրավունքների մասին քաղցր խոսքերով, իսկ սպառնալիքները, սպանությունները, բռնաճնշումները, ձերբակալությունները եւ ահաբեկչությունը աննկատ կմնան, որովհետեւ նպատակը արդարացնում է միջոցները։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի գնահատմամբ Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան ունի ոչ միայն խորհրդանշական, այլև ռազմաքաղաքական կարևոր նշանակություն։ Սա ԱՄՆ պետքարտուղարի առաջին այցն է Հայաստան Հիլարի Քլինթոնի այցից ավելի քան մեկ տասնամյակ անց, սակայն այցը լինելու է կարճատև եւ առավելապես գործնական բնույթի։ Ամերիկյան օրակարգը Հարավային Կովկասում ունի երկու հիմնական առաջնահերթություն՝ թրիփի նախագծի կյանքի կոչումը եւ Իրանի շուրջ օղակի սեղմումը։ Իդեպ թրիփը նույնպես դիտարկվում է Իրանի նկատմամբ քաղաքականության համատեքստում։ Ռուբիոյի Բաքու չմեկնելը իմ կարծիքով այս տեսանկյունից պատահական չէ։ Թրիփը անցնում է Հայաստանի տարածքով եւ առավելապես հայ-ամերիկյան նախագծի բնույթ ունի։ Ադրբեջանի դիրքորոշումը հայտնի է ամերիկացիներին թե թրիփի, թե Իրանի հարցերում, ուստի լրացուցիչ պարզաբանումների կարիք գրեթե չկա։ Հետևաբար բանակցությունների հիմնական ուշադրությունը, կարծում եմ, կարող է կենտրոնանալ Իրանի շուրջ զարգացումների եւ թրիփի ապագայի վրա։ Միաժամանակ նա չի բացառում, որ իշխանությունները փորձեն այցը օգտագործել ներքաղաքական PR-ի համար, թեև ընդգծում է ԱՄՆ-ն աջակցում է ոչ թե կոնկրետ անձերի, այլ այն ուժերին, որոնք սպասարկում են իր տարածաշրջանային շահերը։ Սուրեն Սարգսյանը նաև զգուշացնում է, Հայաստանը չպետք է ներքաշվի հակաիրանական որևէ արկածախնդրության մեջ, հատկապես այն պայմաններում, երբ նույնիսկ Վաշինգտոնը դեռ հստակ ելքի ռազմավարություն չունի։ Լիդա Ղազարյան, Վահագն Մխիթարյան, TV News։